Ահա թե ինչու դու չես կարողանում ուտելը դադարեցնել ստրեսի ժամանակ։ Եթե հենց այս վիճակում ես, էջը պահպանիր, որպեսզի չկորցնես եւ դժվար պահերին անպայման կիրառես վերոնշյալ կարևոր կետերը, որպեսզի չնպաստես էլ ավելի քաշիդ ավելացմանը։ Ես այս խնդիրը հաղթահարեցի եւ գիտակցորեն հասկացա, որ պետք է ստրեսի ժամանակ կառավարել զգացմունքները եւ տարբերել հոգնածության եւ ստրեսի ժամանակ սննդի պահանջը իրական սովից։ Իրական սովը դա լինում է աստիճանաբար, իսկ ստրեսի պահանջով մեր ուտելու ցանկությունը ծագում է միանգամից։ Այդ ժամանակ պետք է անել վերոնշյալ քայլերը, որպեսզի կարողանաք ազատվել զգացմունքային սովից։ Առաջինը պետք է անել շնչառական խորը վարժություններ։ Երկրորդը ստրեսը հաղթահարելու ամենալավ տարբերակներից մեկը դա ֆիզիկական ակտիվությունն է։ Ստրեսը հաղթահարելու համար օգտագործեք սպիտակուցային սննդամթերքներ, ոչ թե շոկոլադ կամ չիփսեր։ Երկարատև ստրեսի ժամանակ անպայման ունեցեք որակյալ եւ ճիշտ քուն։ Օգտագործեք ջուր եւ բջջանյութով հագեցած սննդամթերքներ։ Մոռացեք, ստրեսը հաղթահարելու ժամանակ պետք է օրգանիզմը ապահովել կարևոր սննդանյութերով։ Իսկ եթե ունես արդեն ավելորդ քաշ, մեկնաբանությունների բաժնում դիր պլյուս անձիր անվճար կոնսուլտացիա։